Քիմիայի կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգահարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Այս վիդեոյում կշարունակենք քննարկել Լյուիսի կառուցվածքը արդեն կովալենտային կապով միացությունների համար։ Պետք է հիշենք, որ կովալենտային կապը առաջանում է երկու ոչ մետաղի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի հաշվին։ Բևեռային կովալենտային կապի ժամանակ ընդհանրացված զույգը շեղված է դեպի ավելի էլեկտրաբացասական տարրը, իսկ կովալենտ ոչ բևեռային կապի ժամանակ էլեկտրոնային զույգը հավասարաչափ բաշխված է երկու տարրի ատոմի միջև։ Վերցնենք պարզագույն օրինակ, ջրի համար գրենք Լյուիսի կառուցվածքը։ Նախ առանձին ջրածնի համար գրենք և թթվածնի համար։ Ջրածինը ունի արտաքին թաղանթում 1 էլեկտրոն և ընդհանրապես 1 էլեկտրոն, թթվածինը արտաքին թաղանթում ունի 6 էլեկտրոն, որից երկուսը կենտ են, երկուսն էլ զույգով են։ Մենք հիշում ենք, որ կապի առաջացման իմաստը այն է, որ տարրերը արտաքին թաղանթում լրացնեն իրենց օկտետը բացառությամբ ջրածնի և հելիումի։ Այսինքն ջրածնին պակասում է 1 էլեկտրոն, որպեսզի լրացնի իր արտաքին թաղանթի 2 էլեկտրոնը, իսկ թթվածնին 2 էլեկտրոն, որպեսզի արտաքին թաղանթի ութնյակը լրացնի։ Ջրածինը իր կենտ էլեկտրոնով ընդհանրացված էլեկտրոնային զույգ է առաջացնում թթվածնի հետ, բայց թթվածնին ևս 1 ընդհանրացված զույգ է անհրաժեշտ, ևս 1 էլեկտրոն է անհրաժեշտ։ Հետևաբար թթվածինը կկապվի ևս 1 ջրածնի հետ։ Մենք ունենք այստեղ երկու կապ առաջացնող զույգ, սրանք են, որոնք կոչվում են ընդհանրացված էլեկտրոնային զույգ, և նաև ունենք երկու կապին չմասնակցած էլեկտրոնային զույգ, որոնք կոչվում են չընդհանրացված էլեկտրոնային զույգ, այսինքն երկուսին չպատկանող։ Ընդհանրացված էլեկտրոնային զույգը պատկանում է երկու ատոմին էլ, չընդհանրացվածը միայն 1 ատոմին։ 1 էլեկտրոնային զույգը դա 1 կովալենտային կապ է, որը կարող ենք գծի տեսքով նշել։ Նորից 1 գիծը կամ 1 կապը դա 1 զույգն է։ Վերցնենք օրինակ կովալենտ ոչ բևեռային կապի առաջացումը երկու քլորի միջև։ Քլորի համար նշենք Լյուիսի էլեկտրոնային բանաձևը։ Քլորը արտաքին թաղանթում ունի 7 էլեկտրոն, որից մեկը կենտ է, որով էլ և պետք է առաջացնի կապը։ Առաջանում է ընդհանրացված էլեկտրոնային զույգ, որը պատկանում է երկու քլորի ատոմին էլ, ստացվում է, որ երկու քլորի ատոմն էլ օկտետ ունեն, ութնյակ ունեն։ 1 էլեկտրոնային զույգը 1 կովալենտային կապն է։ Այսինքն ընդհանրացված էլեկտրոնային զույգը 1, իսկ չընդհանրացված էլեկտրոնային զույգ, այսինքն կապին չմասնակցածը 3 այստեղ է, 3 էլ այստեղ է, 6։ Փորձենք թթվածնի կառուցվածքը դուրս բերել։ Երկու թթվածինների Լյուիսի կառուցվածքը, հիշում ենք, որ թթվածինը արտաքին թաղանթում ունի 2 կենտ էլեկտրոն և առաջանում է երկու ընդհանրացված էլեկտրոնային զույգ, այսինքն երկու կապ, որը կոչվում է կրկնակի կապ։ Այս դեպքում ունենք երկու ընդհանրացված էլեկտրոնային զույգ և 4 չընդհանրացված, այսինքն կապին չմասնակցած էլեկտրոնային զույգ։ Ֆիքսում ենք, որ կրկնակի կապը միակի կապից կարճ է, բայց ավելի ուժեղ է, ավելի ամուր է, քան միակի կապը։ Եվս վերցնենք մեկ օրինակ, ազոտի մոլեկուլի առաջացումը։ Նշում ենք երկու ազոտի Լյուիսի կառուցվածքը, ազոտ արտաքին թաղանթում ունի 5 էլեկտրոն, որոնցից 3-ը կենտ են, այսինքն առաջանում է 3 ընդհանրացված էլեկտրոնային զույգ, հետևաբար ունենք եռակի կապ, երկու չընդհանրացված էլեկտրոնային զույգ։ Եռակի կապը ավելի կարճ կլինի կրկնակից, ավելի կարճ միակից, բայց ավելի ամուր։ Քանի որ եռակի կապը բավականին ամուր է, ազոտը դժվար է մտնում քիմիական ռեակցիաների մեջ։ Այսինքն քիմիական տեսանկյունից բավականին պասիվ մոլեկուլ է։ Հիմա փորձենք գրել կառուցվածքային բանաձևերը կովալենտային կապով միացությունների համար, որոնք ցույց են տալիս ճիշտ հաջորդականությունը ատոմների միմյանց նկատմամբ, այսինքն H2O-ի մեջ մենք չենք կարող երկու H-ը իրար կողք գրել, ապա թթվածինը։ Որպեսզի կարողանանք կողմնորոշվել, թե ինչպես դասավորենք ատոմները միմյանց նկատմամբ, քիչ մետաղական ակտիվությամբ օժտված տարրերը հիմնականում դնում ենք ծայրային հատվածում, իսկ մետաղական ակտիվությամբ օժտված տարրերը մեջտեղի կենտրոնական հատվածում։ Հալոգենները, որոնք ամենաուժեղ ոչ մետաղներն են, այսինքն քիչ մետաղական ակտիվություն ունեն, դրանք ծայրային հատվածում են միշտ լինում, մեծամասամբ դեպքերում։
Առաջի կանոնը, որ պետք է հիշենք, որ ջրածինը միշտ ծայրում է գտնվում, որովհետև ջրածինը միավալենտ է, մեկ կապ կարող առաջացնել, ջրածինը միշտ ծայրային հատվածում պետք է լինի։ Երկրորդը, մոլեկուլների մեծամասնությունը համաչափություն ունի, այսինքն եթե նույն ատոմից կրկնվում է 2 կամ ավելին, ապա դրանք պետք է լինեն ծայրային հատվածում, օրինակ հենց նույն ինքը H2O-ն, 2 ջրածնի ատոմ ունենք, ապա դրանք պետք է լինեն ծայրային հատվածում, նրանք որոնք որ կրկնվում են մեծամասամբ դեպքերում։ Իհարկե միշտ կան բացառություններ, կան բացառիկ մի քանի դեպք, որտեղ ջրածնի ատոմը կենտրոնական մասում է գտնվում, բայց դա մենք չենք քննարկի այս պահին։ Որպես օրինակ վերցնենք CO2-ը, քանի որ 2 թթվածին է, ապա դրանք պետք է ծայրային հատվածում գտնվեն, քիչ պետական ակտիվությամբ տարրերը։ Երկրորդ քայլը, հաշվում ենք մոլեկուլում առկա բոլոր տարրերի վալենտային էլեկտրոնների քանակը։ Վալենտային էլեկտրոնները թթվածնի մոտ 6 է, 6 անգամ 6 12, գումարած ածխածնի մոտ 4, այսինքն ստացվում է 16 վալենտային էլեկտրոն։ Եթե մենք ունենք բազմատոմիոն, օրինակ SO4 2-, ապա այս դեպքում, երբ որ վալենտային էլեկտրոն ենք հաշվում, պետք է նաև այս լիցքը հաշվենք։ Եթե 2-, այսինքն 2 էլեկտրոն ավել, 2+ լինի 2 էլեկտրոն պակաս։ Առաջինը յուրաքանչյուր զույգի մոտ 1 զույգ էլեկտրոն ցույց կտանք։ 16 էլեկտրոն, այսինքն 8 զույգ պետք է ունենանք։ Հաջորդ քայլը ծայրային ատոմները դարձնում ենք օկտետ, այսինքն այստեղ մենք ունենք 1 զույգ, պետք է լինի 8 էլեկտրոն կամ 4 զույգ, նույնը այստեղ։ Այս պահի դրությամբ թթվածնի ատոմների մոտ օկտետ է, իսկ ածխածնի ատոմի մոտ 2 զույգ է, այսինքն եւս 2 զույգը պակասում է։ Այս դեպքում երկու ծայրային ատոմները տրամադրում են իրենց զույգերը կենտրոնական ատոմին, որպեսզի այն ևս կարողանա լրացնել իր օկտետը։ Այսինքն ունենում ենք հետևյալ պատկերը։ Ստացվում է, որ այս դեպքում եւ ածխածինն է օկտետ, ունի օկտետ եւ թթվածինները։ Այսինքն առաջանում է կրկնակի կապ C-ի եւ երկու թթվածինների միջև։ Փորձենք նույն կերպ դուրս բերել նաև շմոլ գազի CO-ի համար Լյուիսի կառուցվածքը։ Գրում ենք C-ն թթվածինը, հաշվում ենք վալենտային էլեկտրոնները, ածխածնի մոտ 4 է, թթվածնի մոտ 6 է, այսինքն 10 վալենտային էլեկտրոն կամ 5 զույգ։ Առաջինը նշում ենք նրանց միջև նվազագույնը 1 զույգ։ Ապա լրացնում ենք օկտետը, սկսելով ծայրային ատոմից, այս դեպքում քիչ մետաղական ակտիվությամբ օժտված տարրից, որը թթվածինն է, որը ավելի ուժեղ ոչ մետաղ է։ Լրացնում ենք օկտետը, մեզ մնաց 1 զույգ, 1 զույգը ածխածնի մոտ, բայց ածխածնի մոտ 4 էլեկտրոն է, այսինքն 2 զույգ է, իսկ թթվածնի մոտ օկտետը լրացված է, իսկ մեզ պետք է որպեսզի ածխածինը ևս լրացնի իր օկտետը, հետևաբար թթվածինը տրամադրում է իր 2 զույգը, հետևաբար ունենում ենք C-ն եռակի կապով կապված է թթվածնի հետ և յուրաքանչյուրը ունեն 1 չընդհանրացված էլեկտրոնային զույգ։